կարտոֆիլ, լոբի, կաղամբ, ոլոր, սիսեր, ճագնդեղ, գազար, դտում, դտմիկ, էլ ինչ ասել, իստեղ կանաչիներ են, սամիտ, սող, պետրուշկա։ Վաճառում եք։ Չէ, հիմնական մեր համար, ընտանիքի համար, ընտանիքից մեծ ենք։ Համբարձում Թադևոսյանն իր այգին է ցույց տալիս, որտեղ 31 տեսակի միրգ ու բանջարեղեն է աճեցրել, միայն թե խմելու ջրով։ Դե ամբողջ օրն աշխատում ենք, հաստորեն, ոչ աշխատես չի լինի։ Թալինի Գառնահովիտ բնակավայրում ոռոգման ջուր չկա, եղածն էլ փորձում են նպատակային օգտագործել, ասում է բնակիչը։ Չենք ուզում թափի գնա, կուտադելու տեղ չունենք, որ հավաքենք, գիշերը հավաքվի, կեսօրին օգտագործենք։ Գյուղին առաջին հերթին ջրամբար է պետք, շարունակում է նա։ Ջրամբար որ լինի, ջուր լինի, ոռոգման ջուր, ավելի շատ կլինի ցանկատարազությունները։ Հիմա այսօր մեր գյուղի ցանկատարազությունների ճեսնը չի մշակում, հնարավորություն չկա։ Համբարձում Թադևոսյանը նաև դպրոցում է աշխատում, դպրոցականների հետ ամեն օր շփվում, դրա համար էլ նաև նրանց խնդիրներն է նկատում։ Զբաղմունքի վայր չկա գյուղում, որ ասես երեխեք գնացեք այս զորանով զբաղվեք։ Ամեն մեկը իր համար ստիված թողում հեռանում են էլի։ Պայմանները չի հերիքում, հատկապես աշխատատեղ չկա։ Երիտասարդը եթե աշխատատեղ չունեցավ, ընտանիք չի կարող պահի։ Սա էլ Ռոբերտ Անտոնյանի այգին է։ Այգի ենք դրե առաջ ստեղ շլորե չերյանը մեմի ծիրանը հասնում են, ծիրանի ծառները, խնդորի ծառները 165 ծառ ունեն, այգի եմ դրե, ես բոլորն իմնա, շլորներեն, պոբոկա։ Բայց այս բնակիչն էլ է իր այգին ու 165 ծառը մշակելիս նույն խնդրին բախվում, ոռոգման ջուր չկա։ Բնակավայրի մյուս խնդիրների մասին խոսելիս հիշում է, տարիներ առաջ անգամ իրենց գյուղի անունը չգիտեին։ Գյուղ կա, չկա, մարդ ապրում է, չի ապրում, այնքան անտեսված գյուղ էր, որ ամբողջ հայելությունը ոնց որ մեգենից հիասթափեր դուրս գար։ Հիմա մնացել ենք այս մի քանի ծերերս երեխեք գալու են օգնում են բանեն անում, ես շատ եմ խոտ խաղալիսա կան կօգնեն, ապրում ենք էլի, շատ լավ գյուղ, հոյակապ գյուղ։ Հարցնում ենք, ոռոգման ջրից բացի էլ ինչ է ուզում, որ գյուղն ունենա։ Դպրոցնա սարքում են, գազերը բերել են, ճանապարհները սարկած է, պետք է նորից սարքեն, թազա ասֆալտ պետք է կա, մինչև ստեղ մեր մայլենա։ Դպրոցը հենց իրենց տան դիմաց է կառուցվում, 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրով։ Նախատեսում է ուրեմն ճաշարան, նախատեսում է նախակրթարան, ուրեմն հանդիսությունների դալիճ, ամեն լաբորատորիա, արդիական, ամեն պայմանները կա նախագծած։ Մինչև այս տարի սովորողները հին դպրոցն էին հաճախում, մարտին այն քանդվել է, որպեսզի տարածքում բակ կառուցեն։ Այդ ընթացքում 14 աշակերտները տեղափոխվել են Հարևան գյուղի դպրոց։ Տնօրենը պատմում է, թեև քիչ են, բայց առաջադիմությամբ չեն զիջում։ Գյուղը լինելով փոքր, դպրոցն լինելով փոքր, ներկայվային մենք ունենք 8 ուսանող բարձրագույն ուսումնական հաստատություն սովորող։ Պետական համալսարան, տնտեսագիտական համալսարան, տարբեր տեղեր, Բրյուսովի անվան համալսարան։ Նոր դպրոցը մինչև 100 տեղ հզորություն ունի, այստեղ կարող են սովորել նաև Հարևան գյուղի աշակերտները։ Այս դպրոցը մենք սկսել ենք շատ վաղուց 2020 թվականից, ձգձգվել է, որովհետև շինարար է փոխվել, ոչ ժամկետների ձգձգում է եղել եւ պատշաճ որակով չի իրականացվել եւ այդ պատճառով շինարար է փոխվել, նոր շինարարը արդեն սկսել է աշխատանքները, պատշաճ որակով մեծ թափով շինարարությունը ընթանում է եւ շինարարի հետ քննարկել ենք, ակնկալվում է, որ այս տարվա սեպտեմբերին վերջապես մենք Գառնահովիտի դպրոցը ավարտված կլինի եւ կհանձնվի շահագործման։ Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով գյուղ առաջին անգամ գազատար է մտել։ Ունենք նաեւ ծրագիր գյուղի ներքից ջրի, խմելաջրի ներքից ցանցը, որը արդեն նորից հաստատված է, նախագծով հաստատված է 6 կիլոմետր երկարությամբ, այս տարվա վերջ սկսեն այդ անել։ Ունենք նաև ջրամբարի ծրագիր, նույնիսկ էլ ինքը հաստատված ծրագիր է, 1 միլիոն խորան արդ շարավիղով։ Ունենք ներկապային էլի ասֆալտապատման ծրագիրը, որը նորից հաստատված նախագծով մեր կողի, մեր հարևան համայնքից մինչև այս կողմ հեռացումով ասֆալտապատման ծրագիր։ Այս ամենից զատ համայնքի ղեկավարն այլ առաջնահերթություններ էլ է նշում։ Մեր գյուղում կուզենայի, որ առաջնահերթ դրանից բացի լիներ հանդիսությունների սրահ,
գյուղամիշյա մյուս ճանապարհների նորոգում։ Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցին էլ վերջին տարիներին է նորոգվել ու այս տեսքը ստացել գյուղի բնակիչներից մեկի շնորհիվ։ Գյուղացիներն ակնկալում են, որ դրա շնորհիվ զբոսաշրջիկների հոսքն էլ ավելի է մեծանալու։ 170 բնակիչ ունեցող գյուղում գազն էլ խնդիր չէ, շուտով կունենան դպրոց ու նախակրթարան։ Այս պահին բնակիչները սպասում են ջրի խնդրի լուծմանը։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։